Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք, այսօր մի հետաքրքիր կերակրատեսակ պիտի պատրաստենք, տոնական եւ այդ կերակրատեսակը մենք ուզում ենք նվիրել մեր սիրելի մայրաքաղաքի տոնին, Երևանի Երևան տոնին եւ այդ գործում ինձ պիտի օգնի կամ ես պիտի օգնեմ իմ հյուրն է Աննա Թադևոսյանը, մեր լավագույն բարեկամ, լավագույն հեռուստադիտողներից։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Մեր հեռուստադիտողներն արդեն կարոտել էին քեզ։ Եվ ուրախ եմ, որ այս տոնական օրը համաձայնվեցին միասին պատրաստենք։ Ինչ ենք պատրաստելու, ինչով պիտի մենք կարևորենք տոնը։ Չգիտեմ որքանով կզարմացնենք, դուք խոստացաք իհարկե, բայց չեմ կարող ասել կզարմացնենք թե չէ, բայց համենայն դեպս կպատրաստենք մի կերակուր, որը երևի ես այսօր կանվանեմ Երևանյան աշուն, որովհետև իր գունային գամմայով ամբողջովին համապատասխանում է հայկական գեղեցիկ աշնանը։ Դա կլինի կերակուր մեծ համար շատ ընդունված եւ ավանդական այս ժամանակահատվածի համար խորոված բանջարեղենից, մսից, դե չգիտեմ ամեն տանը դա մի ձևի անվանում են, թող սա լինի Երևանյան աշուն։ Թող լինի։ Կարտոֆիլ պիտի օգտագործենք նաև։ Անպայման, որովհետև Ինչով պիտի օգնեմ ես քեզ։ Կտրատելով եւ գեղեցիկ զրույցով։ Շատ լավ։ Կտրատենք կարտոֆիլը ինչպես պիտի կտրատենք։ Շերտերով։ Կլոր, մոտավորապես սանտիմետր ու կես լայնությամբ։ Շնորհակալություն։ Ես էլ մի փոքր միսը փոքրացնեմ։ Տավարի մսով է, իհարկե շատ համեղ է, երբ դա գառան միս է, բայց քանի որ գառան կամ ոչխարի միսը ոչ բոլորն են ուտում, դե հիմա սպეციფიկ համով միս է, համար գերադասում եմ պատրաստել տավարի մսով, որ դա բոլորի համար ընդունելի կերակուր լինի։ Շատ լավ։ Մտահոգվում ես բոլորի մասին։ Փորձում եմ։ Շերտերով պիտի շարենք, տակը ես կշարեմ միսը։ Նախորոք քաշված միս, այո, նախորոք քաշված միս, մաքրված բանջարեղեն եւ կարտոֆիլը պիտի շարենք, չէ՞։ Այո, կարտոֆիլն էլ կդնենք։ Ասում են կերակրատեսակը որքան պարզ եւ հասկանալի, այնքան արժեքավոր։ Ինչ կարծիք ես։ Վստահ եմ։ Մանավանդ որ գիտեմ կան մարդիկ, որոնք մի փոքր ռուսերեն լավ բառ կապրիզներ ունեն։ Ես շատ մարդ եմ ճանաչում, որոնք խառնած ինչ-որ կերակուրներ չեն ուտում։ Սիրում են, երբ որ բոլոր բաղադրիչները առանձին երևում են։ Այսա այդ կերակրատեսակներից է, որ կարելի է շատ հանգիստ մատուցել ցանկացած սեղանի, որտեղ չկան։ Այ գիտես, ուզում եմ այնուամենայնիվ նորից անդրադառնալ մեր ճկնաղ մայրաքաղաքին, նրա տարեդարձին։ Քանի տարեկան է մեր մայրաքաղաքը 2797։ Այո, ապրես դու եւ ինչ ընկալում ունես։ Այ մենք նշում ենք, միշտ պիտի նշենք, վերջի մայրաքաղաք է շատ ճանաչված, աշխարհում շատ չեն այդպիսի քաղաքները։ Աշխարհում շատ չեն այդքան մեծ պատմություն ունեցող քաղաքները։ Եվ լավ կլինի, որ մենք լավ տրամադրություն ունենանք։ Տոնը կարևորը, երբ որ դու ընկալում ես, երբ որ դու դրանով ուրախանում ես եւ դրանով ապրում ես։ Չէ՞, նաև հպարտանում ես, ինչու՞ չէ, իհարկե հպարտանում ես։ Այ ինչ կմաղթես մեր համաքաղաքացիներին, մեր հասարակությանը ընդհանրապես տոնի հետ կապված։ Սա մի այնպիսի տոն է, որ հասկանալի է երևանցիներին։ Եվ ինձ համար Երևանը ունի իր բույրը։ Այո։ Գույնը, բույրը, եւ չգիտես ինչու, մոտենում է այս հոկտեմբեր ամիսը, ինձ մոտ անկախ ինձնից ամեն օր ավելի շատ, ավելի այդ զգացմունքը զարգանում է եւ Երևանի տոնի օրվան անպայման ինձ մոտ առաջանում է մի զգացմունք, որ չգիտեմ բոլորի մոտ դա կա թե չէ, բայց այն գիտակցությունը, որ Երևանը հռոմից մեծ է, չգիտեմ ինչու, իմ մեջ առաջացնում է մի քիչ հասկացա, որ դու ուզում ես այդ լսել, բայց չէ, ես ուզում էի դա ինքս ասեի։ Երևանի հետ որևէ մի քաղաք չեմ համեմատի եւ որևէ քաղաքի հետ անհամեմատելի է։ Չափանիշ չկա, Երևանը բացառիկ է, Երևանին բացառիկ է եւ մենք բացառիկ ենք, վերջ։ Ճիշտ է։ Սա Հայաստանն է եւ վերջ։ Այո։ Շարունակենք։ Ամբողջական պիտի դնեինք։ Այո, ամբողջական պիտի դնեմ։ Գուցե եւ հենց այստեղ
մի փոքր sense կիսեմ, որ Հյութերը։ ահա, որ ճիշտ ընկալի այն ինչ որ մենք ուզում ենք իրենից ստանալ։ Այո, կերակրատեսակ պատրաստելիս յուրաքանչյուր պատրաստող պետք է իմանա թե ինչ է ցանկանում, ինչ տեսք, ինչ բույր է ցանկանում մատուցել այդ կերակրատեսակը ճաշակողին։ Եվ կհամեմենք ամեն շերտը առանձին քիչ-քիչ կանենք։ Ես կանաչի պիտի կտրատեմ։ Այո, այստեղ կարող եք վերցնել ծաղկե փունջ կանաչիների։ Մաղադանոս, ասպրամ, սամիտ, ցիտրոն, դու նախնական զրույցում նաև քարաուզի մասին խոսեցիր։ Հա, բայց քարաուզով մի փոքր ուրիշ բան կանենք, որովհետև սա այն կերակուրներից է, որ գուցեև շատերը կմտածեն կարելի առանց աղցանի մատուցել, բայց կարելի քարաուզով մի փոքրիկ բան պատրաստել, որովհետև շատ հաճելի են այդ համերի համադրությունները, էլի։ Բանջարեղենի եւ քարաուզի։ Ամենասնենք մի քիչ։ Կարելի է։ Ու ինչ համեր, ինչ համեր։ Եվ եթե խնդրեմ սոխը կլոր Սոխը կլոր բարակ, շրջանակների։ Բարակ։ Շրջանակներ, այո։ Ճիշտն ասած, այս սոխի այդ կլոր կտրատելն էլ ինձ մոտ էլի մարդկանցից շատերը չեն սիրում, երբ սոխ է լինում, եւ այսպես մեծանում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր դա չեն սիրում, ուղղակի կարողանան հանել, այո։ Եվ շատ գեղեցիկ է լինում։ Բայց սոխը շատ կարևոր է։ Շրջանակները սոխի շատ գեղեցիկ են լինում։ Այո։ Շնորհակալ։ Նորից համեմ ենք երևի կանաչիով, ինչ կարծիք ես։ Շատ լավ։ Էս լոլիկն էլ վրայից։ Մի ավելացնեմ, հա։ Մեկ-մեկ անկարգություն եմ անում ճիշտն ասած։ Այստեղ մի շերտ էլ սունկ եմ դնում։ Մեկ, այսինքն երբ որ տրամադրությունը լավ է։ Հա, երբ որ կարելի է չանվանել սա հայկական։ Իսկ ինչու, այսինքն եթե սունկ ենք օգտագործում, պիտի գնանք դեպի ուր, Ֆրանսիա։ Ավելի շատ երևի եվրոպական խոհանոցին է դա։ Լոլիկներ պիտի դնանք։ Այո, լոլիկներ պիտի դնենք, բայց երևի մի փոքր Շերտ անենք։ շերտ կանենք։ Այ հիմա մենք վերջացրեցինք, համեմեցինք ամեն շերտը, բայց որպեսզի մեր գույնը ստանանք, այս կարմիր սոուսը ստանանք, ես կօգտագործեմ նաև մի քիչ տոմատ։ Դե դուք գիտեք արդեն, որ ես տոմատից երբեք չեմ փախում, շատ սիրում եմ տոմատի մածուկը։ Արգանակին, հենց խաշված միսը, այն նույն կխառնեմ հենց այդ արգանակին։ Իսկ արգանակին մի քիչ ավելացնենք, ինչ կարծիք ես։ Ճիշտն ասած չէ երևի, Ոչ, որովհետև շերտերին աղարել ենք, հա։ ինչպես Շատ որ չլինի։ ցանկանաս։ Կարծես այսպես ավելացնենք եւ կտրատենք շատ կանաչի վերջին շերտի համար։ Կտրատած ունենք, հիմա ավելացնենք թե վերջում։ Իհարկե, չէ, ավելացնենք։ Նորից խառը կանաչի։ Պատրաստենք, հա, արդեն եփվելու։ Կապարիչն էլ որ տակ կդնեմ։ Կափարիչ դնենք։ Դնենք։ Երկար չի եփվելու, որովհետև մեզ անհրաժեշտ է միայն մի բան, որ եփվի կարտոֆիլը։ Այո, այո, կարտոֆիլին հարկավոր է 12-ից 15 րոպե մոտավորապես։ Այո։ 10 րոպեն էլ անցավ։ Բացենք։ Բացենք։ Ուպա։ Բույրը ամբողջ տաղավար Միած ստուգ եմ։ տարածվեց։ Այն մեր ուզած կարտոֆիլն է, չէ՞, մի քիչ խրթի։ Ինչ անենք։ Հիմա մի նրբություն, երևի թե մեր հերոստատուղները նկատած կլինեն, որ մենք բացի արգանակից էլ ոչինչ չենք ավելացրել, այսինքն յուղային որևէ մի բան ձեթ կամ կարագ կամ յուղ չենք ավելացրել։ Ես սիրում եմ շատ ձեթով պատրաստել, ավելի շատ ձեթ եմ օգտագործում, ճիշտ է շատ տեղեր կան, որ կարագը անհրաժեշտ է, բայց մեծամասամբ ձեթ եմ օգտագործում։ Հիմա այստեղ Գովազների զոհ ես դարձել։ Չէ, համն եմ սիրում։ Կդնենք մի փոքր կարագ հենց վերջում, հա։ Այո։ Դասիտ։ Այստեղ արկա է բոլոր մթերքների ընդգծված բույրը։
ապրես դու։ Դե հիմա արդեն տեղադրել են դու տեղադրի, տեսնենք ոնց ես տեղադրում։ Իմիջիայլոց ինչու է շատ հարմար ճաշատեսակ, այսօր խնդիր չունենք ձմռանը այս բոլոր բանջարեղենի ունենալու, այո։ Այդ իսկ պատճառով կարծում եմ այս աշունը, աշնանային գույները միշտ կարելի է վայելել ցանկացած եղանակի, այո։ Ես իհարկե գերադասում եմ յուրաքանչյուր գույն, յուրաքանչյուր եղանակ վայելել հենց այդ եղանակի Ես դեմ չեմ, բայց խորոված բանջարեղենը կարծում եմ չկա մի այդպիսի մարդ, որ ցանկացած եղանակի առաջարկես հաճույքով չհամաձայնի։ Ախորժակս տվեց։ Հենց այսպես, բարեկամներ, ուզում եմ նախ դու ներկայացնես կերակրատեսակը, ինքը նաև քո ասելիքը մեր հեռուստադիտողներին աննաջան։ Մեծ սիրով, որովհետև սա այն տոնն է, որի համար ես միշտ պատրաստ եմ գեղեցիկ բառեր ասելու։ Ինձ համար Երևանյան աշունը մրգերի եւ բանջարեղենի մի մեծ սալա է։ Թող այդ սալան անընդհատ լցվի, որովհետև մեր կլիմայական պայմանները մեզ մատուցում են շատ գեղեցիկ աշնանային գորգ։ Ապրես դու։ Թող շնորհավոր լինի մեր Երևանի ծննդյան օրը։ Շնորհավոր Երևան տարեդարձդ, շնորհավոր հայրենի մայրաքաղաք, շնորհավոր իմ հայրենիք, շնորհավոր իմ գեղեցիկ բնակավայր։ Այո։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Երևանյան աշուն, տավարի միս 300 գրամ, կարտոֆիլ 300 գրամ, սմբուկ 200 գրամ, դագդեղ 100 գրամ, լոլիկ 150 գրամ, սոխ 80 գրամ, սև եւ սպիտակ պղպեղներ, աղ, կանաչի, բարեախորշակ։